Շանթ հեռուստաընկերություն։ Զվարթ Ղազարյան։ Պարոն Կոստանյան, իմ հարցը եւս վերաբերում է տրանսպորտին։ Այսօր առավոտյան մամուլում մի հրապարակում տեսա, որտեղ նշվում էր, որ քաղաքապետարանը մարդկանց տուգանելու համար խնդրահարույց օրենսդրական փոփոխությունների է գնում եւ ստեղծվելու է տեսչական մարմին, որը հետևելու է այդ ամենին։ Ինչպես կմեկնաբանեք այս նյութը։ Ես ինքս էլ կարծում եմ դուք էլ եղել եք տարբեր երկրներում եւ նկատած կլինեք, որ այնտեղ էլ տարբեր մարդիկ ուղղակի չեն վճարում տրանսպորտում։ Այդ միայն ներ հայաստանյան եւ ներ երևանյան խնդիր չէ, էլի։ Կան մարդիկ, որ ուղղակի չեն վճարում։ Հիմա դրա անունը կդնենք բոյկոտ, դրա անունը կդնենք ուղղակի առիթա չվճարելու մեխանիզմ էս բան ինչ ունի Երևանի քաղաքապետարանը կիրառելու։ Մոտեցման հարց է, ես ոչ մի խնդիր գլոբալ առումով այդ մարդկանց դիրքորոշման մեջ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ խնդիր օրինակի համար, որ օրինակի համար երբ որ այդ պարբերաբար նշվում է հարկերը, մեր հարկերով էս արեցիք, կներեք, էլի վճարող մարդը, ինչի չվճարող մարդու համար պետքա վճարի։ Այսինքն ես եթե տրանսպորտից կամ դուք տրանսպորտից օգտվում եք, դրա համար վճարում եք, այդ գումարը գալիս է Երևանի քաղաքապետարան, որպեսզի Երևանի քաղաքապետարանը SSS ուղղություններով նոր ավելի ծավալուն բաներ իրականացնի, փոխարենը մարդիկ ուղղակի չեն վճարում ու ինչ որ մի կերպ այդ ընթացքը Երևանի քաղաքապետարանի դանդաղեցնում են, որոշակի խնդիրների են բերում եւ մեր Երևանի քաղաքապետարանի եւ վստահորեն երևանցիների շահերից է, էլի, բխում, որ Երևանի քաղաքապետարանի նախանշված ծրագրերը ոչ թե ուշ լինեն, ոչ թե առհասարակ չլինեն, այլ լինեն, ժամանակին լինեն, մաքսիմում որակով լինեն նաև ձեր օգնությամբ եւ ձեր նյութերի եւ ձեր հետաքննական լրագրության, որպեսզի մենք գլոբալ առումով խնդիր չունենանք մարդկանց հետ, էլի, որովհետեւ սա միայն մեր խնդիրը չէ, էլի, կարծում եմ։ Ինչ վերաբերվում է տուգանքի մասով, այո, նման նախաձեռնություն կա։ Դրա մասին մենք ասել ենք եւ ես ոչ պատրաստվում եմ դա որևիցե մեկից թաքցնել, որովհետեւ արդեն մի շաբաթից ավել է այդ նախագիծը համապատասխան կայքում տեղադրված է, ուղղակի մեր գործընկերները երեք երեկոյան են դա նկատել, էլի։ Մի քիչ ուշ են այդ կայք մուտք գործել, երեք են տեղեկացել դրա մասին։ Մի շաբաթ է, բայց դա արդեն կա, էլի, հրապարակված։ Այո, այդ տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ որ արդեն ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա, մի քանի մեխանիզմ է լինելու եւ գումարային տուգանքի, այսպես ասած, այդ չափն էլ է որոշակի տարբերություն իր մեջ ունենալու, մի դեպքում դա առհասարակ չվճարողներին է վերաբերելու, մի դեպքում դա վերաբերելու է այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին եւ մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող եւ եթե չեմ սխալվում առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդուն, էլի, որ փաստացի ֆիքսվի, որ ինքը ունի եւ այո վճարել է, որպեսզի խուսափի, այսպես ասած, այդ տուգանքից։ Հիմա կհարցնեք երևի թե դա երբ է կիրառվելու եւ բանից ենք արդեն իրականացնելու այդ աշխատանքները։ Բնականաբար դա մեծամասամբ կախված է, ինչպես արդեն նշեցի, ազգային ժողովի կողմից արդյոք դա երբ հավանության կարժանանա թե չէ եւ դրանից հետո արդեն որոշակի տեխնիկական միջոցներով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը արդեն կիրականացնի այդ տուգանքի մեխանիզմը եւ ես նորից վերադառնալով իմ խոսքին, էլի, մեր խնդիրը նա չի, որ մարդկանց տուգանենք եւ այսպես ասած բերենք շագերտների մեջ ասեմ, էլի, օրինականության դաշտ։ Մեր խնդիրը այն է, որ եթե կա որևիցե տեսակի ծառայություն, ապա այդ ծառայության համար պետքա վճարել։ Վալիդատորը չի աշխատում, տեխնիկական որևիցե տեսակի խնդիր կա, կապի խնդիր կա, չգիտեմ, այլ խնդիր կա, քաղաքացին բնականաբար ինչպես հիմա, այնպես էլ հետագայում, եթե ինքը պատրաստ է վճարի ու կա որևիցե տեսակի խնդիր, բնականաբար ինքը շարունակելու է երթևեկությունը եւ այդտեղ որևիցե խնդիր եւ խոչընդոտ Երևանի քաղաքապետարանի կողմից չի ստեղծվել։